ոչ մի կոմպրոմիս չկա։ Դու չեք զգում, որ մեր մեջ կոմպրոմիս չի կարա լինի։ Եթե Նիկոլ Փաշինյանն ընտրվի, Գագիկ Ծառուկյանը կշարունակի պայքարել նրա դեմ, թե կոմպրոմիսի կգնա, կփրկի իր գործարանն ու տունը, որ Փաշինյանը սպառնում է վերցնել։ Ընտրություններին մասնակցող գործարարը պնդում է կոմպրոմիս չի լինի, իր հեղինակությունն ու հայրենիքն ավելի կարևոր են։ Ծառուկյանը նման է տվյալ բանի, ինչ որ հանուն ունեցվածքի, որ ես իմ ազգովի խայտարակվեն, որտեղ մտնեն, ասեն դավաճան, իր ունեցվածքի համար սաղ ժողովրդին վարի տվեց։ Վարչապետը նախընտրական պայքարը շարունակում է հիմնական ընդդիմադիր մրցակիցներին սպառնալով ունեզրկել։ Քանի Հայաստան պետությունը կա, Գագիկ Ծառուկյանից տները սկսել ենք արդեն վերադարձնել ժողովրդին։ Եվ առաջիկայում ես ասում եմ, որ Արարատ ցեմենտ գործարանը նույնպես որպես Գուլոյան Ծառուկյան կլանի կողմից ապօրինի յուրացված գույք կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը։ Հնարավոր է Ծառուկյանին վախեցնեն այս սպառնալիքները ու փակի քաղաքականության էջը, ինչպես 2015-ին, երբ Սերժ Սարգսյանի իշխանության թիրախում էր։ Ոնց կարա դու քո ունեցվածքի համար հանուն այդքան ու դու ոնց ասեմ քեզ ընդմիշտ դու ոնց դառնալու ես ազգի թշնամի։ Ծառուկյանը այդ գործարաններից չի, ես ասել եմ իմ ունեցվածքը ինձ տեղյակ եմ պահել, որ սենց նախապատրաստում են դեռ 2 ամիս առաջ թղթեր են հավաքում, ես ասել եմ երբեք ես չեմ կարող իմ հայրենիքը դավաճանել հանուն ունեցվածքի, ես հզոր տղերք ունեմ։ Ծառուկյանը նորից նշեց, թե այն ժամանակ քաղաքականության էջը փակեց, որ արյուն չթափվի, քանի որ իր հարյուրավոր թիմակիցներին ձերբակալել էին։ Մի օրվա մեջ 647 մարդ բռնեցին, իմ թիմակից պատասխանատու 647։ Ժողովրդի մեջ դուս էր գալու գանը։ Պետք է ասեին Ծառուկյանը իր ունեցվածքը փրկելու համար ժողովրդին հանեց աննայողության, որ իր ունեցված չստուգեն։ Իսկ ինչ պլաններ ունի հիմա, հետընտրական պայքար սկսելու է, փողոց դուրս կգա Փաշինյանի մրցակիցը։ Եթե դրա անհրաժեշտությունը կա, ասենք թե խարդախություն, արամություն, անպայման ինչի մասն է խոսքը։ Բայց անուն թափելու ես ձեզ ասում եմ բացառված ես դու չեմ տա։ Բայց եթե ժողովուրդը իր ձայնը տանի տա, ինչ պետք է անենք։ Իսկ եթե Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդը ընտրվի, օրինակ, կարող է Բաքվի բանտերից հայ գերիներին տուն բերել, 1 ամսից խոստանում է Գագիկ Ծառուկյանը։ Ցանկացած սիրելի լրագրողներ, լուծում ունի, չլուծող խնդիր աշխարհում չկա, ես դա ասել եմ 1 անգամ եւս ասում։ Հարկավոր է զբաղվել, հարկավոր է դիմել։ Այո, պետք է ասենք թե Ալեքսանդր Գրիգորիչին էլ, Լուկաշենկոին էլ դիմել, Վլադիմիր Վլադիմիրչին դիմել, Տրամպին էլ դիմել, Մակրոնին էլ դիմել, չկա խնդիր, որ լուծում չունենա։ Մի ամիս չի կարող տևել, որ իրանք այնտեղ մնան, եթե հնարավորություն իմ ձեռքում լինի։ Եթե իր կապերով դա այդքան հեշտ է, դիմել է իշխանություններին, որ համատեղ ջանքերով հարցը լուծեն։ Իշխանությունները պետք է առաջարկեն, եթե պետք է այդ հարցով դիմենք, ասենք ես իմ տեղը նստած, դու ընկերությունը, պաշտոնը մի բան է, բայց պետական ասենք դիրքը դա ուրիշ բան է։ Թե ինչ կարող է անել Հայաստանի համար, Ծառուկյանն իր տուրիստական նախագծերով է երաշխավորում։ Հիսուսի արձանի ծրագրով են հետաքրքրված, միլիարդներ կհոսեն, երբ հատիսի գագաթին արձանը կանգնեցնեն։ Արդեն հաշվարկել է գործարարն ու կարևոր գործերը թողած, անցել են Նոյան տապանի կառուցմանը։ Հիմա էլ ուզում եմ Նոյան տապանը բացեմ։ Արդեն ոչ թե ուզում եմ, պատվիրել եմ նավնել 134 մետր երկարությամբ, 24 լայնությամբ, 18 մետր բարձրությամբ, Նոյը, իր կինը, իրեն տղաները, հասները ու կենթաները սաղ արդեն պատվիրած է։